Գիտեք, ինչ ես այդ հարցը մեր փորձը ինչա ցույց տալիս հարգելի գործընկերներ, դա ավելի շատ քաղաքական հարց է այն առումով, որ այդ ուղղություններով պետք է քաղաքական ակտիվ մարդիկ զբաղվենք, որովհետև համ մի հոգի պետական հիմնարկներում մի հատ էլ կաբինետ ավելացրեցինք, մի հատ էլ դուռ ավելացրեցինք եւ մարդ կա, որ այդ դռան հետևում նստած է։ Մեր խնդիրն այն է, որ այդ մարդը չի գնում հասնում այդ դռանը։ Եվ հիմա դուք ինչ որ նկարագրեցիք, դա գործուն ճանապարհը։ Մենք պետք է կոչ անենք մեր ավագանու անդամները, մեր падգամավորները ակտիվ հաղորդակցության մեջ լինեն, որը ըստ էության քաղաքական տրամաբանությունը հենց դրա մեջ է։ Ակտիվ հաղորդակցության մեջ լինեն, որտեղ այդ մարդը նույնիսկ այդ նախարարության կամ այդ գերատեսչության տեղը չգիտի, որ այդ գերատեսչություն 6 կաբինետ ավելացնենք, ի՞նչ է դրանից փոխել։ Ճիշտ տարբերակ այն է, որ ավագանու անդամները ազգային ժողովի падգամավորները, որոնք իրանց հենց բնակարանորեն ակտիվ հաղորդակցության մեջ են, այդ տվյալները եւ խնդիրները հավաքեն եւ հաղորդակցեն գործադիր իշխանության հետ եւ մեր գործադիրի գործընկերներն էլ ասեն, որ այդ ուղերձների նկատմամբ ուշադիր լինեն, որովհետեւ էլի իրազեկում, քանի տարի է մենք իրազեկման մասին խոսում ենք, չի ստացվում։ Բյուջեից փող ենք տալիս, կառույց ենք ավելացնում եւ այլն եւ չի ու այլ տեղից պետքա մարդու մոտ գնացող լինի։ Մարդու մոտ գնացող եղավ կլինի։ Հիմա այդ հարցը, որ ասում եք 3 օրում լուծվեց, ո՞նց լուծվեց։ Գնացիք մարդու մոտ։ Մարդը ինքը գնում է ինչ որտեղ, բայց ինքը չգիտի ուր է գնում ու չգիտի ուր գնա։ Եվ հետևաբար պետք է մենք գնանք հասնենք մարդուն եւ չնայած այդ մեկը մյուսին չի բացառում, այսինքն մեր պետական համակարգերն էլ ավելի արձագանքող լինեն, կամ մենք չգիտեմ թեժ գծերի հետ կապված մեր հարցը լուծեցինք, թե չլուծեցինք, որ մենք թեժ գծեր ունենք, որտեղ մարդիկ բողոքում են, զանգում չեն ընկնում են իրան զանգը հազարավոր զանգերի մեջ կորում գնում է։ Դրա լուծման ձևը անընդհատ աշխատանքն է, ես դրանում համոզվել եմ։ Կարճ նորից արձագանք եմ, պարոն վարչապետ, երկու մոտեցումներն էլ իհարկե ընդունելի են եւ մեր ի պաշտոն է աշխատանքը եւ նաեւ գործընկերների կողմից ուղղորդումները, հա, բայց ես մի բանի մասն եմ ուզում մենք միշտ խոսենք, ու սա կապ չունի մենակ մեր ոլորտին։ Իհարկե կարեւոր է մեր յուրաքանչյուր քաղաքացու կամ շահառուի ցանկացած խնդրի լուծումը եւ պարոն Հարությունյան, օրինակ ձեր հանդիպումներն շատ էֆեկտիվ են ու ինձ տեղեկացնում են էլի եւ խնդիրների բարձրացման մասին եւ լուծումի, ես ինքս եմ անձամբ զբաղվում հաճախ այդ խնդիրների լուծումով։ Բայց մենք միշտ մոռանում ենք այն մյուս տասնյակ հազարավոր դեպքերը, որոնք արդեն լուծվել են ու դրանց մասին մենք ոչինչ չենք լսում, որտեղ լուծված են այդ խնդիրները։ Նույն մեր հայրենակիցները 100,000-ից ավել 115,000 ավել քաղաքացիներ։ Բայց լուծված խնդիրը ում է հետաքրքիր։ Հենց այդ եմ ասում էլի։ Անհետաքրքիր ձանձրալի բաների մասին եք խոսում, լուծված խնդիր։ Մի հատ նենց հետաքրքիր չլուծված կոռուպցիոն ենթատեքստերով մի բան ասեք, թե չլուծված խնդիր։ Շատ լավ։ Կան այլ դիտ համեցեք Մամիրսյան։ Պարոն վարչապետ, աջակցության բազմաթիվ ուրեմն ծրագրեր տարրեր ներկայացվեցին, իհարկե բոլորն էլ լավ, բոլորը անհրաժեշտ, բայց մի կոմպոնենտ կար, այնուամենայնիվ իմ մոտ առնվազն հարց առաջացրեց, այն էլ եթե ճիշտ եմ լսել, հիմա ասեմ, կարող պարզվի այդ ամեն ինչի մեջ մի քիչ ուրիշ ձև եմ ընկալել, քան իրականում կա բնակարանաշինության, այդ հատուն սարքելու ծրագիրն ենք երկարացնում, կրթվելու հնարավորություն, վերավորակավորում, զանազան խրախուսանքի բաներ, բայց այն բնակվարձի կոմպոնենտ, որ 10 տարի ես ոնց որ լսեցի այդ բանը, իմ տպավորությամբ սա ողջ հարգանքով հանդերձ կարող է մի փոքր չափազանցություն է, որովհետև ես օրինակ գուցե դիտարկենք սկզբի համար 3 տարի, որովհետև կամ 5 տարի, ինչի եմ ասում, որովհետև երբ որ մարդուն, ցանկացած մարդուն, նույնիսկ վերանալով կոնտեքստից 10 տարվա այդպիսի հեռանկար է տալիս, մի տեսակ ինսենտիվն էլ եւ մոտիվացիան էլ է կորում փոխելու կյանքում մի բան կամ այլ գուցե, բայց Պարոն Միրզյան, խոսքը հետեւյալ դեպքերի մասին է, հատուկ սոցիալական խմբերի մասին է խոսքը։ Ընտանիքը բաղկացած է 2 անդամից, ենթադրենք, մոդելավորենք, ես չգիտեմ, իրականության մեջ այդպիսի ընտանիք կա, բայց ենթադրում ենք կլինի։ Ասենք 2 անդամներից մեկը 80 տարեկան է, մյուսը առաջին խմբի հաշմանդամ է։ Մենք իրանց ինչքան էլ
ինչքան էլ մենք իրանց այդ մի անձի հաշվով կամ նույնիսկ կարող է բանել տանք այդ մարդիկ խնդիր ունեն գնալ եւ բնակարան առնել։ Մենք հիմա իրանց ասում ենք դե փողը բանը սերտիֆիկատը տվել են գնացեք որ մարդը չի կարող տուն առնել։ Մարդը ասում է, լսեք, ես տուն չեմ կարողանում առնել կամ տունը առայել, ես այդ տունը խնամքի կարիք ունի, սրա կարիք ունի, նրա կարիք ունի։ Մարդուն ասում ենք, եթե մենք ոչ մեկին չենք ստիպում, ասում ենք, եթե դուք գնահատում եք, որ դա ձեր վիճակն է, որպեսզի մարդը անդադ ստրեսի մեջ չլինի, վայ, եսա դեկտեմբերի 31 անցավ, բայց հիմա ինչ եմ անելու, փողոցում եմ հայտնվելու։ Մենք ասենք, ոչ, փողոցում չեք հայտնվելու։ Մենք 10 տարի հեռանկար ենք բացում։ Այդ 10 տարվա ընթացքում, եթե խոչընդոտ չկա, որ ինքը գնա այն մյուս ճանապարհով։ Եվ էլ եմ ասում, խոսքը սոցիալական որոշակի խմբերի մասին է, սա նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք վարձավճարի ծրագիրը մենք փոխել ենք հիմա գործող ծրագրով մենք ընտանիքի անդամների մինչև 18 տարեկաններին ենք տալիս այդ վարձի աջակցությունը նույն ընտանիքի եւ ես կարող եմ 63-ից բարձր եւ հաշմանդամություն առաջին երկրորդ խումբ 63-ից բարձր 18 տարեկան լրացած բայց դպրոց կամ միջին մասնագիտական գնացող եւ կերակրողին կորցրած այսինքն ամենախոցելի 80 տարեկան ամուսիններ են որոնք ուրիշ հարազատներ չունեն առանձին ընտանիք են ասենք մենք իրանց հիմա մաքսիմումը ինչքան է 8 միլիոն է բնակարանի համ 10 միլիոն է Այսինքն 20 միլիոն դրամ, 20 միլիոնով կարան մի որևէ գյուղում, հա, 10 միլիոն, հա 10 միլիոնով կարող են մի որևէ տեղ բնակարան ձեռք բերել, բայց մարդը կարող է նախընտրի իր համար, որովհետև դա հոգս է, մարդը կարող նախընտրի ուղղակի ապրի որևէ տեղում, եւ ընդհանրապես ես ուրիշ բան եմ, ես կարծում եմ, որ մենք մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք, ես առողջապահության ներողություն անդրադառնամ ասում եմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջ ուրիշ խնդիր եմ դրել։ Մենք ընդհանրապես 65 տարեկանից բարձր մարդկանց համար կյանքի սցենարների որոշակի տարբերակներ պետք է ունենանք մշակած։ Մենք դրա մասին էլ ընդունված չի խոսալ։ Մենք դրա անունը դրել ենք բան, մենք դրա անունը դրել ենք ավանդույթ կամ չգիտեմ ինչ, մենք չենք ֆիքսում։ Եթե մարդ օրինակ 65 տարեկան թոշակի մարդը Ուսում ասենք առանձին ապրի ինքը ինչ տարբերակներ ունի, ինչ տարբերակներ ունի, շատ տարբերակներ չունի, իսկ մենք պետք է ստեղծենք, իսկ ով է ասել, որ այսինքն մենք տենց բաների մասին էլ չենք խոսում, պետք է այդ տարբերակները մենք ստեղծենք, մենք անդադ միացենց բան ունենք, կլիշե ունենք, անդադ ամեն ինչ ուզում ենք մտցնենք այդ կլիշեի մեջ, Իսկ ով ասում, որ 80 տարեկան մարդու համար ժամանակը ծախսելու լավագույն ձևն է նա, որ ինքը գնա տներ ման գա, տուն առնի, չգիտեմ, հետո մտածի կաֆելը ինչ անի, մետլախը ինչ անի, տանիքը ինչ անի, ինչ անի։ Կարող է մարդուն պետք է ուղղակի մի հատ մինիմալ կոմֆորտի մի բան ունենալ, այդտեղ ապրել եւ լրացուցիչ հոգսերի մեջ չմտնել։ Էլի եմ ասում, եթե դա իր գնահատականն է, եթե իր գնահատականը չի Այդ լրիվ ուրիշ խնդիր է։ Կարելի է պարոն վարչապետ ամփոփելով ձեր ասածը պարոն Միրզոյանին պատասխանեմ, խոսքը այո միայն այնպիսի ընտանիքների մասին է, որոնք պոտենցիալ չեն կարողանալու օգտվել այն ծրագրից եւ 10 տարին ավելի շատ մեր համար է առաստաղ, որպեսզի մենք մեր սոցբնակ ֆոնդը զարգացնենք, ապագայում այդ մարդկանց տանք այնտեղ ապրելու հնարավորություն, որտեղ այլ պարագայում դա կարելի ասել թող կոպի չընչի, բայց ցմահ, հա, տալիս ենք, բայց մենք մեր արժև ենք դրա առաստաղ, որպեսզի այն համայնքներում, որտեղ որ մենք կարիք ունենք սոցիալական բնակարաններ ստեղծենք, ու այս քաղաքացիական, ասենք հարգելի քաղաքացիներ տեղափոխվեք արդեն մշտական, հա, այսպես ասած, ավելի միգուցե նույնիսկ լավ պայմաններով ապրելու եւ ձեր օրինակները ամբողջությամբ տեղին են, պարոն վարչապետ, խոսքը իրոք այնպիսի քաղաքացիներ, որոնք աշխատունակ չեն լինելու եւ չեն կարողանալու, ու նաեւ տեսեք մենք օրինակ 5 միլիոն դրամը դիտարկում ենք մի որևէ գյուղում տուն ձեռք բերելու, հա, բայց եթե օրինակ այդ մարդուն անհրաժեշտ է նաեւ այլ ծառայություններ, հա, իր տարիքով կամ հաշմանդամությամբ պայմանավորված, իրան ավելի հարմար կարող է լինել քաղաքում ապրել, որտեղ այնտեղ կան աջակցության այլ կենտրոններ, բժշկական կենտրոններ ավելի հասանելի, ինքը պատրաստ կլինի այդ փոխհատուցման մի մասը, ինչ
այն ինչ որ տալիս ենք այդ փոխհատուցումը ստանալ եւ իր կենսագործունեությունը այդ տարածքում շարունակել։